Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով ես օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Հայր Աստված, ես խնդրում եւ աղոթում ու կանչում եմ քո շնորհը, քո լույսը, քո խաղաղությունը մեզ վրա։ Տեր, շնորհակալ ենք այսօրվա նոր օրվա համար, շնորհակալ ենք կյանքի պարգևի համար, որ քեզանից է, որտեվ կյանքը նվեր է, որ դու տալիս ես մեզ, Տեր։ Շնորհակալ ենք, որ արևը շողում է, Տեր ջան։ Շնորհակալ ենք, Տեր։ Թող այսօր մեր կյանքը նույնը չլինի, ինչ որ երեք, Տեր։ Մենք խնդրում ենք, որ այսօր մեր կյանքը լցված լինի ապաշխարությամբ, դարձ դեպի քեզ, որ այսօր մեր կյանքը լցված լինի հավատքով։ Այնտեղ որտեղ հավատքը մեռած էր կենթանացնես, այնտեղ որտեղ հավատքը թուլացած է զորացնես, այնտեղ որտեղ հավատքը կայուն է, Տեր, հավատարիմ ավելի դարձնես։ Թող որ մենք քայլենք հավատարմությամբ առ քեզ։ Հավատալ նշանակում է քեզ հավատարիմ լինել քո ասածին, հավատալով, որ դու ճշմարտություն ես, ու բավարարված լինել քեզանով, որտև դու ամեն ինչ ես։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու կաս, որ դու անփոփոխ ես, որ դու նույնն ես երեք, այսօր եւ ամեն օր եւ առավել։ Շնորհակալ ենք, Հիսուս Քրիստոս, որ դու գալու ես։ Թող որ քո գալուստը շուտով լինի, Տեր։ Արի, Տեր Հիսուս Քրիստոս, արի քո արդարությամբ, քո զորությամբ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա անդրադառնում ենք Հռոմեացիների նամակի ընթերցանության մեկնաբանության շարունակությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Փառք եմ տալիս Աստծուն այս հնարավորության համար։ Թող որ Աստծո այս ճշմարտությունները մտնեն մեր սիրտը եւ մենք ամուր կարչենք դրանից։ Կարդանք Հռոմեացիների նամակի առաջին գլխի 5-ից 7-րդ խոսքը, որի վերջին մասն ենք այսօր քննարկելու։ Նրա միջոցով, այսինքն Հիսուս Քրիստոսի, ստացանք շնորհ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք իր անվան համար։ Դուք եք նրանցից, քանզի որ ձեզ կանչեց Հիսուս Քրիստոսը, ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծո սիրելիներիդ, սրբեր կոչվածներիդ, շնորհ ձեզ եւ խաղաղություն Աստծուց, մեր Հորից եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Մենք այս հատվածի մասին մանրամասնորեն խոսել ենք նախկին դասերում, խոսել ենք, որ մենք կանչված ենք Աստծո կողմից, որ կանչի նպատակը մեր հնազանդությունն է, որ ավետարանը մեր մեջ պիտի առաջացնի հնազանդություն, խոսեցինք այն մասին, որ Աստված սիրում է մեզ, իսկ հիմա Պողոսը շարունակում է ասելով. շնորհ ձեզ եւ խաղաղություն Աստծուց, մեր Հորից եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Սա այն ձևն է, որով Պողոսը հաճախ ողջունում է իր նամակներում։ Կրկին, շնորհը ու խաղաղությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական կողմերն են։ Դա Աստծուց եկող, Աստծուց բխող շնորհ է, խաղաղություն է, որ գալիս է մեզ բարի լուրի միջոցով։ Աստվածային շնորհը կրում է Աստծո բարեհաճությունը, Աստծո կամքը, Աստծո որոշումը ինքն իրեն մեզ տալու, ինքն իրեն մեզ բացահայտելու միջոցով, որը նա անում է իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սա է աստվածային շնորհի հիմնական իմաստը։ Դա այն է, որ Աստված իրեն լիովին տրամադրում է մեզ, դարձնում է իրեն հասանելի մեզ համար։ Նա իրեն տալիս է մեզ, որպեսզի մենք իր հետ շփվենք, իրեն վայելենք, իրենով լցվենք։ Տիրոջ աչքում բարեհաճություն գտնելը իրականում նշանակում է, որ Աստված իրեն տալիս է քեզ։ Գիտեք, ինչ էր Տերը անում խաչի վրա։ Նա վերականգնում էր այն, ինչ կորել էր Եդեմում, մեղքի պատճառով, մարդկային անհնազանդության պատճառով, բաժանում էր առաջացել Աստծո եւ մարդու միջև։
Երբեմն հայտնվել եք իրավիճակում, ես խոսում եմ ու հիշում եմ իրավիճակներ օֆիսում, ասենք, հա մեկը գալիս է հարց է ինձ տալիս, ու ես ամբողջությամբ իմ ուշադրությունը չեմ տալիս այդ մարդուն, ես համ անում եմ իմ գործը, համ էլ ականջի մի ծայրով լսում եմ ինչ է ասում ու պատասխանում եմ, այսինքն ես ինձ ամբողջությամբ չեմ տրամադրում այդ մարդուն, ոչ իմ ժամանակը, ոչ իմ ուշադրությունը, ոչ իմ սերը, ոչ մի բան, ես կենտրոնացած եմ իմ վրա, բայց սենց ձեռի տակով էլ օգնում եմ այդ մարդուն, Աստված դա չի անում, Աստված ամբողջությամբ իրան տրամադրում է մեզ, իր ողջ ուշադրությունը, իր ողջ շնորհը, իր ողջ սերը, ամեն մեկիս վրա, նույն չափով, պատկերացնում եք դա, մենք երբեք դա չենք կարողանում անել, որտև մեր մեջ մեղքը արմատ է գցել ու քայքայել է մեզ, ու սա է Աստծո նպատակը, Աստծո շնորհ նշանակում է Աստծուն ունենալ մեր կյանքում, երբ Աստված ստեղծեց ամեն ինչ, նա դա արեց 6 օրում, իսկ 7-րդ օրը Աստված ստեղծեց, որպեսզի մարդը լիովին ներգրավվի Աստծո հետ հարաբերության մեջ եւ վայելի Աստծուն եւ այն ամենը, որ Աստված արարել էր եւ փառք տա Աստծուն։ Սա է Աստծո շնորհը, Աստծո կողմից ինքն իրեն հասանելի դարձնելը քեզ ու իմ համար։ Դրա համար էլ, երբ Պողոսը պայքարում էր եւ ծանր վիճակի մեջ էր, երբ նրա մարմնում չակերտավոր փուշ կար, որը գուցե ինչ որ կոնկրետ հիվանդություն էր կամ խնդիր էր, նա անցնում էր բազմաթիվ դժվարությունների միջով, նա հալածվում էր, նա խնդրեց Տիրոջը, որ այդ փուշը իրենից հեռացնի, եւ գիտեք ինչ ասաց Աստված։ Պողոսը խնդրեց 3 անգամ եւ 3 անգամ Տեր Աստված ասաց. Իմ շնորհը բավական է քեզ։ Ինչու՞։ Որովհետև եթե մտածենք դրա մասին, հարցը սա էր. Պողոսը Աստված ուներ։ Այո, ուներ։ Եվ Աստված ասում էր նրան. եթե դու ունես ինձ, դա այն ամենն է, ինչ քեզ պետք է, դա բավական է։ Իմ ներկայությունը քո հետ բավական է, այն որ ես ամբողջովին քեզ եմ տրված, բավական է։ Աստված այլևս ոչինչ ավելի չէր կարող տալ Պողոսին, քան արդեն այն, որ Քրիստոսը արել ու ավարտել էր խաչի վրա, հաշտությունը Աստծո հետ։ Իհարկե, այն դժվարությունները, տառապանքը, այդ փուշը չակերտավոր, որ գուցե հիվանդություն էր, որի միջով անցնում էր Պողոսը, դրանք ժամանակավոր բաներ են, եւ Աստված կարող էր հեռացնել, այո, կարող էր, բայց Աստծո տեսանկյունից, եթե դու ունես իրեն, ապա նշանակություն չունի, թե ինչի միջով ես անցնում ու ինչ փուշեր կան քո կյանքում։ Ինչու՞։ Քանի որ մարդու կյանքի ամենակարևոր բանը այն է, որ մարդը Աստծուն ունենա իր կյանքում եւ վայելի Աստծուն։ Ինչու՞։ Որովհետև հենց դրա համար ենք մենք ստեղծված։ Այսինքն հասկանում ենք, որ կյանքի նպատակը Աստվածն է։ Որտեղ մենք կարող ենք ունենալ առողջություն, հարստություն, ամեն բան տեղը տեղին լինի, բայց եթե չունենք Աստծուն, իրականում չունենք ոչինչ, իրականում մենք աղքատից էլ աղքատ ենք, որտեղ չունենք կյանքը, չունենք կյանքի հեղինակին, չունենք ամենակարևորը։ Սա Աստծո տեսակետն է մեզ համար եւ մենք պետք է կարողանանք դա ընդունել եւ ապրել Աստծո համար եւ Աստծով, դարձնելով Աստծուն մեր կյանքի կենտրոնը եւ ոչ թե մեր հոգսերը մեր կյանքի կենտրոնը։ Դրա համար Պողոսը միշտ ասում է. շնորհ ձեզ եւ խաղաղություն Աստծուց, մեր Հորից եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Հռոմեացիների 5-րդ գլխում մենք ավելի խորությամբ կքննարկենք Աստծո խաղաղության գաղափարը, որը շատ հզոր իրականություն է։ Եթե Աստված Հիսուս Քրիստոսի զոհողության միջոցով խաղաղության մեջ է քեզ հետ, եթե Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով խաղաղություն է հաստատել մեր ու իր միջև, նույնիսկ եթե ամբողջ դժոխքը մեր դեմ բարձրանա, մենք պետք է կարողանանք հանգիստ քնել,
Դրա համար էլ Հիսուսը փոթորկի ժամանակ նավակում հանգիստ քնած էր։ Նաև իր խաչելությունից առաջ Հիսուսը իր աշակերտներին ասաց. «Դուք ինձ կթողնեք, ինձ կլքեք, բայց իմ Հայրը ինձ հետ է»։ Այդ պատճառով, երբ աշակերտները վախից լքեցին Հիսուսին, Հիսուսի սիրտը խռովքի մեջ չէր այդ պատճառով։ Թող Տերը օգնի մեզ քայլել այս խաղաղության մեջ։ Եվ այդ խաղաղությունը տրվում է Քրիստոսից, Քրիստոսն է այն մեզ տալիս, մենք չենք կարող գնել այդ խաղաղությունը ձեռք բերել, բայց մենք կարող ենք կորցնել այդ խաղաղությունը, եթե Աստծո հետ հաս չենք, իսկ մենք Աստծո հետ հաս չենք, երբ մենք մեղքի մեջ ենք, երբ մենք չենք ընդունում մեր մեղքը, չենք ապաշխարում և Քրիստոսի արյունով չենք լվացվում և չենք մաքրվում։ Հիմա խոսենք Հռոմեացիների 1-րդ համարի մասին, որտեղ ասվում է. «Նախ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ համար, որտեղ ձեր հավատի մասին խոսվում է ողջ աշխարհում»։ Այսինքն Պողոսը աղոթում էր հավատացյալների համար, եկեղեցու համար։ Նա միշտ աղոթում էր եկեղեցու համար։ Նա առաքյալ էր, բայց նաև ուներ հովվական սիրտ, մշտապես աղոթելով եկեղեցու համար, որտեղ աղոթքը պնդացնում է եկեղեցուն, կառուցում է հավատացյալին, աղոթքը բերում է Տիրոջ պաշտպանությունը, աղոթքը արձակում է Տիրոջ ձեռքը։ Մենք նույնպես պետք է ամեն օր աղոթենք Աստծո եկեղեցու համար, անկախ նրանից, թե որ երկրում է գտնվում, մեր հավատացյալ եղբայրների ու քույրերի համար և իրար համար։ Պետք է սովորություն դարձնենք աղոթել եկեղեցու համար։ Ահա թե ինչու աղոթքը մեզ համար չափազանց կարևոր է։ Մենք պիտի աղոթենք Աստծո ժողովրդի համար, որտեղ դա հավատացյալի կոչման մասն է, աղոթքի միջոցով կառուցել Հիսուս Քրիստոսի եկեղեցին։ Պողոսը շնորհակալություն է հայտնում Աստծուն այս հավատացյալների համար, և ուշադրություն դարձնենք, թե ինչպես է Պողոսը դա անում։ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն շնորհակալություն եմ հայտնում։ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն նորից հասկանում ենք, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ ոչ ոք չի կարող անմիջապես, ուղղակիորեն, անձնապես գալ Աստծո մոտ, դիմել Աստծուն ուղիղ։ Այն ամենը, ինչ մենք անում ենք որպես քրիստոնյաներ, անում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Երբեմն մենք այնքան ենք ընտելանում Աստծո հետ խոսելուն, որ թվում է, թե կա ուղիղ հաղորդակցություն, բայց իրականում ամեն ինչ անցնում է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա մեր միջնորդն է։ Մինչև Հիսուսի խաչելիությունը, մահն ու հարությունը, այդ ազատությունը Քրիստոսով Աստծուն մոտենալու չկար։ Միայն տերտերի քահանայի միջոցով, և քահանան տարին մի անգամ կարող էր, ինքն էլ լիքը ծեսեր պիտի աներ, կենդանիներ զոհեր, իր մեղքերի համար, ազգի մեղքերի համար նոր միայն կարողանար մոտենալ Աստծուն։ Բայց Քրիստոսի խաչելիությամբ այդ անջրպետը հեռացվեց, բայց միևնույնն է չի նշանակում, որ ես ու դու կարող ենք առանց Քրիստոսի մոտենալ Աստծուն։ Քրիստոսն է միջնորդը, Քրիստոսի արյունն է բարեխոսում մեզ համար, Քրիստոսի արյունով ծածկված է, որ մենք կարող ենք մոտենալ Աստծուն, որտեղ եթե չլինի Քրիստոսի արյունը մեզ ծածկող, եթե Քրիստոսը մեզ համար չբարեխոսի, Աստված տեսնում է մեղավոր մեզ և անմիջապես նրա ցասումը, նրա դատաստանը, նրա պատիժը, նրա կրակը մեզ կլափի տեղն ու տեղը, վայրկյան անգամ չի անցնի։ Ուրեմն ամեն ինչ անցնում է Հիսուս Քրիստոսի միջոցով, նա է մեր միջնորդը, մեր աղոթքներն էլ գնում են նրա միջոցով։ Աստծուն կարող ես դիմել, նրա առաջ կանգնել միայն Քրիստոսի արյան միջոցով։ Միայն Աստծու որդու միջոցով է, որ մենք կարող ենք մոտենալ Աստծուն։ Սա շատ կարևոր է։ Մենք պիտի ազատվենք այդ կրոնավոր
մեծամտությունից մտածելով, թե մենք մեզնից ինչ-որ բան ենք ներկայացնում, ինչ-որ արժանիք ունենք, որ կարանք Աստծո առաջ գանք, չունենք, արժանիքը պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Այստեղ Պողոսը ասում է. ես շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն Քրիստոսի միջոցով ձեր բոլորի համար։ Նա չի ասում շնորհակալություն եմ հայտնում, որովհետև կարող եմ ինքնուրույն անել դա։ Ոչ ոք արժանի չէ Աստծո առաջ կանգնելու ինքնուրույն։ Մենք մեղավորներ ենք, մենք դատապարտյալներ ենք։ Միայն Հիսուս Քրիստոսի միջոցով ենք արդարացված և Հիսուս Քրիստոսի միջոցով կարող ենք մոտենալ Աստծուն։ Մեր աղոթքներն էլ մենք անում ենք Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ այստեղ Պողոսն էլ նույնն է անում։ Հետո Պողոսն ասում է, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ողջ աշխարհում, քանի որ ձեր հավատքը հռչակվում է ամբողջ աշխարհում։ Ինչպիսի հավատք ունեին այս մարդիկ։ Նրանք ունեին այն հավատքը, որը գալիս է ճշմարիտ ավետարանի քարոզչությունից, հավատք, որ միայն հավատալը չէր, այլ հավատք, որ արտահայտվում էր մարդու փոխված, փոխակերպված էությամբ, ապրելակերպով և որը բերել էր նրանց հնազանդության և հավատարմության առ Աստված։ Այս քրիստոնյաների խումբը ապրում էր ավետարանի ուսմունքին համապատասխան։ Նրանք ապրում էին ավետարանի զորությամբ և Սուրբ Հոգու զորությամբ, հեզությամբ ու հավատարմությամբ։ Նրանք այնքան հավատարիմ էին ավետարանի ուսմունքին, որ Հռոմից դուրս էլ մարդիկ լսել էին նրանց հավատքի, նրանց հավատքով ապրած կյանքի, նրանց հնազանդության մասին։ Մարդիկ ասում էին, այս մարդիկ հավատարիմ են Աստծուն։ Մեր մասին կասեն այդպիսի բան, կասեն, որ մենք հավատարիմ ենք Աստծուն։ Մեր հավատքը պետք է չափվի, հիշում եք երեք խոսեցինք, որ չափանիշը հավատքի մեր հնազանդությունն է Աստծուն, այստեղ ավելացնում ենք նաև հավատարմությունը։ Հնազանդ լինել նշանակում է լինել հավատարիմ Աստծուն, լինել հավատարիմ նշանակում է հնազանդ լինել Աստծո խոսքին, Աստծո կամքին, հավատալ նրա ասածին։ Նրանց հավատքն էր հռչակվում ամբողջ աշխարհում, այսինքն նրանց հավատարմությունը Աստծուն, դրա մասին էին խոսում Հռոմից դուրս։ Բայց այսօր մենք ապրում ենք մի ժամանակում, երբ ուրիշ բաներն են գրավիչ դարձել, ոչ թե հավատքը, ոչ թե հավատարմությունն ու հնազանդությունը Աստծուն։ Եվ սա հենց քրիստոնյաների շրջանակում, սա հենց եկեղեցում։ Օրինակ, երբ մարդիկ եկեղեցի են փնտրում, որ անդամ դառնան, նրանց չափանիշների ցանկում շատ հաճախ հավատարմությունը առ Աստված չկա։ Մի քանի տարի առաջ մի հարցում անցկացվեց եկեղեցու առաջնորդների շրջանում, Ամերիկայում։ Նրանց հարցրեցին, որոնք են այն 5 բաները, որոնք ցույց են տալիս, որ ձեր եկեղեցին հաջողակ է։ Բայց սա միայն Ամերիկային չի վերաբերում, հավատացեք, սա միայն Ամերիկային չի վերաբերում։ Եվ այդ 5 բաների մեջ հավատարմությունը առ Աստված չկար։ Ահա թե ինչ էին նրանք նշել։ Առաջինը դահլիճի չափը, այսինքն շենքի տարողունակությունը։ Երկրորդ ծրագրերի քանակը, երրորդ աշխատակիցների թիվը, չորրորդ նստարանների վրա նստած մարդկանց քանակը, հինգերորդ որքան գումար էր հավաքվում։ Եվ սա էր նրանց չափանիշները։ Սա դժբախտաբար եկեղեցու որոշ առաջնորդների պատասխանն էր։ Բայց հավատարմությունը, հնազանդությունը, Աստծո երկյուղ ունենալը մեր մեջ այդ ցանկում չկար։ Իսկ մենք կանչված ենք պատկանելու Քրիստոսին, առանձնացված լինելու Աստծո համար և հավատարիմ լինելու։ Եվ Հռոմի հավատացյալները հավատարիմ էին Աստծուն, և ողջ աշխարհը լսել էր այդ մասին։ Եթե կարդաք Նոր Կտակարանը, Պողոսի նամակները, Պետրոսի նամակները, նաև Հիսուսի ուսմունքները, եթե հետևենք այն բաներին, որոնք Քրիստոսն ու առաքյալները գովաբանում էին, համարում էին առաջնային ու կարևոր, կհասկանանք, որ դրանցից ոչ մեկը ժամանակավոր կամ նյութական բնույթ չունեին։ Ինչ էին նրանք գովաբանում ու կարևորում։
այդ ամենը մարդու ներսում էր, հավատարմությունը, Սուրբ Հոգու պտուղները մեր կյանքում, այն 8 պտուղները, որ դառնում ես քրիստոնյա, գալիս ապրում է քո մեջ, հավատարմությունը, համբերությունը, բարեգթությունը, ողորմությունը, սերը, ժուժկալությունը, փորձությունների մեջ հաստատակամությունը, Տիրոջ գործը կատարելը նույնիսկ դժվարության ժամանակ, թշնամիներին սիրելը, չարին բարով պատասխանելը, օրհնելը, ոչ թե անիծելը, Քրիստոսին նմանվելը, մեր եսից ազատվելը, որ մենք ցանկանանք, որ Քրիստոսը մեր մեջ ավելանա ու մենք մեր մեջ պակասենք, եղբայրասիրությունը, սրանք են, սրտի մաքրությունը, մեր բերանների վրա կապանքներ դնելը, ներելը, ողորմելը, գթալը, գնացեք և ինքներդ ուսումնասիրեք Աստվածաշունչը, եթե կասկածում եք, ուրեմն հարցը սա է, ինչպես եղավ, որ մեր սերնդում այս ամենը փոխվեց, այսօր երբ մարդիկ քարոզիչ են ընտրում լսելու համար, նրանք չեն նայում, արդյոք այդ մարդը հավատարիմ է Սուրբ գրքին և Քրիստոսին, նրանք նայում են որքան խարիզմատիկ է, որքան լավ տեսք ունի, որքան լավ կատակներ է անում, եթե չեմ սխալվում Չարլզ Սպըրջընն էր ասել, որ կգա ժամանակ, երբ եկեղեցին լցված կլինի ծաղրածուներով, ավելի ճիշտ ծաղրածուները կառաջնորդեն եկեղեցիները, և մարդիկ ասում են, ես սիրում եմ այս քարոզչին, նա շատ ծիծաղելի է, միշտ կատակներ է անում, բայց հարցը սա է, դա ինչ կապ ունի հավատարմության հետ և քո փրկության հետ, թող Տերը մեզ դարձնի հավատարիմ մարդիկ իրեն, հավատարիմ եկեղեցի, թող Տերը մեզ իմաստություն տա, որ մենք պիտի հաստատվենք եկեղեցում, թող Տերը մեզ դարձնի հավատարիմ հավատացյալներ, որ մեր հավատքն էլ հռչակվի մեր շրջապատում և մեր աշխարհում, և հիշենք նաև ինչ Պողոսը ասեց, որ կգա ժամանակ, որ մարդիկ կուզեն լսել բաներ, որ կշոյի իրենց ականջները, որ չի հանդիմանի իրենց, որ չի ասի իրենց ճշմարտությունը, թող մենք այդպիսի մարդիկ չլինենք, Հիսուսի անունով, թող Տերը բացի մեր ականջները, մեզ տա ճշմարտությունը սիրող և ընդունող սիրտ, իսկ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է, ճշմարտությունը մերը չի, Հիսուս Քրիստոսն է, որ ընդունենք այդ ճշմարտությունը և փոխակերպվենք այդ ճշմարտությամբ, ամեն, Աստծո շնորհով վաղը կշարունակենք։